Առավ սուրճի բույրի մասին։ Մի անգամ թոռը հարցրեց պապիկին. Ինչու են մարդիկ այդպես փոխվում, երբ իրենց կյանքում ամեն ինչ այդքան դժվար է լինում։ Իմ ընկերը միշտ այնքան նրբանկատ եւ բարեհամբույր է։ Երեք նա լքեց ինձ։ Իմ կյանքի դժվար պահին։ Ես նրան չեմ ճանաչում։ Ինչու է այդպես լինում։ Պապիկը ժպտաց եւ հրավիրեց թոռնիկին խոհանոց։ Վառարանի վրա դրեց 3 ջրով լցված կաթսա։ Երբ ջուրը եռաց, առաջի կաթսայի մեջ լցրեց գազար, երկրորդի մեջ ձու, երրորդի մեջ աղացած սուրճ։ Որոշ ժամանակ անց հանեց գազարը եւ ձուն, իսկ երրորդ կաթսայի ջուրը լցրեց բաժակների մեջ։ Տես, ասաց նա, գազարը մտավ եռացող ջրի մեջ պինդ, բայց դուրս եկավ փափուկ եւ թույլ։ Իսկ ձուն հակառակ թույլ էր ներսում, դարձավ պինդ։ Սուրճը լրիվ այլ պատմություն։ Այն ոչ միայն փոխվեց, ինքը ստինքյան նաեւ ջուրը դարձրեց իր շուրջը բուրավետ ըմպելի։ Մտածբախ թոռնիկը հարցրեց. Ինչ նկատի ունես, պապի։ Ծերունին փափուկ հարվածելով ուսին ասաց. Մեզանից յուրաքանչյուրը դժվար իրավիճակներում բացահայտում է իր իրական էությունը։ Որոշ մարդիկ ինչպես գազար են, կորցնում են իրենց ուժը եւ փափկությունը, դառնալով թույլ։ Որոշ մարդիկ նման են ձվի, պնդանում են, բայց իրենց սիրտը կոտրվում է։ Եվ կա մարդկանց տեսակ ինչպես սուրճը։ Նրանք ոչ միայն մնում են այնպիսին ինչպիսին որ կան, այլ նաև շրջապատող աշխարհը դարձնում են լավը։ Դժվարությունները դարձնելով նոր հնարավորություններ։ Դու ինքդ ես ընտրում ով դառնալ, երբ եռում է աշխարհը, գաղափարը։ Կյանքի փորձությունները մեզ չեն բնորոշում։ Այն բացահայտում է մեր էությունը։ Թույլ մի տուր դժվարություններին փոխել քեզ դեպի վատ կողմ։ Եղիր նա, ով կարող է փոխել աշխարհը իր շուրջը։ Նկատի չառնելով հանգամանքները եւ միշտ հիշի, որ աշխարհը սկսվում է քեզանից։ Գրանցվիր հոգեբանական խորհրդատվության եւ արմատապես փոխիր քո կյանքը։